Ողջույն։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսում հարց հնչեց. Արցախ վերադառնալու կամ Արցախը վերադարձնելու մասին թեզերը ինչու ձեզանից չենք լսում հիմա։ Անիրատեսական է։ Նախագահը պատասխանեց, որ իրական է տեսնում Արցախ վերադարձի իրավունքը։ Դա ասած հնարավոր է ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ, եւ միջազգային հանրությունը չի կարող մերժել։ Քաղաքացիական պայմանագիրը հակառակը այդ հարցը փակված է համարում։ Ասում են, քանի մենք ենք իշխանության, այդ նպատակը չենք հետապնդի։ Նիկոլը անգամ սպառնալիք է դիտում ԿՊԱ-ները դեմ էին քվեարկում Եվրանեստում նման նախագծի։ Ըստ երևույթին նրանք ավելի հաճույքով կկազմակերպեն ադրբեջանցիներին Հայաստանում ապրելու հարցը, քան արցախահայությանը հայրենիք տեղափոխելու։ 5 տարի առաջ Հայաստանում ընտրություններ էին։ Խոսույթում չկար փախստական բառը։ Խոստումները Արցախ վերադարձնելու մասին էին։ Նիկոլը Շուշի ու Հադրութ էր հետ բերում։ Ընտրվեց, բայց հիմա թեման ոչ թե Շուշի հետ բերելու մասին է, այլ փախստականների Արցախ վերադարձի, որովհետև ինչ չէր հանձնել, դա էլ հանձնեց։ Տեսեք, որտեղից ուր ենք հասել։ Այսինքն ինչ հնարավոր էր 5 տարի առաջ, հիմա անհնար է։ Ինչը որ հնարավոր է փրկել հիմա, վաղն է անհնար լինելու։ 2021-ի ընտրություններում ԿՊ-ն վտարվեր այս վիճակին կլինեինք, այսօր հնարավոր է արցախցիների վերադարձի իրավունքի ամրագրումը, բայց ԿՊ-ի վերընտրվելու դեպքում հնարավոր կլինի, սրանք ընտրվեն, վախենամ 5 տարի հետո քննարկենք Հայաստանից փախստականների վերադարձի իրավունքի հարցը։ Գուցե ասեք անհնար է նման ողբերգություն, իսկ այն ինչ եղավ հնարավոր էր, դա էլ էր անհնար թվում։ Մի հատ նայեք ինչերի միջով են կանցել։ 2018-ին բերվել են իշխանության։ Նիկոլ Ալիևին ասել է՝ մի կրակիր, մինչև մի քիչ դիրքերս ամրապնդեմ։ Ամրապնդել է մի 2 տարի, ու 2020-ից մինչև 25 թվականը ամեն տարի հանձնել է մի քանի բան։ 2020-ին եղել է 44-օրյա պատերազմը, հանձնել է Արցախի մեծ մասը։ Նույն թվին զորքերը հետ է քաշել Սյունիքից։ Ադրբեջանցիներն առաջ են եկել։ Հանձնել է Գորիս-Կապան ճանապարհը։ 2021 թվականի գարնանը հանձնել է Սյունիքում Սև լճի կեսը, Վարդենիսից հատվածներ։ Նույն 21-ին վերընտրվել է ու անմիջապես զորքերն ու ծանր զինտեխնիկան հանել է Արցախից։ Տվել է նաև Շուռնուխի կեսը։ 2022-ին տվել է Բերձորն ու Աղավնոն։ 2022-ին հանձնել է հսկայական տարածքներ Ջերմուկից։ Օկուպացիան կազմել է ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։ 2022 թվականի վերջին ստորագրել հանձնել է Արցախը։ 23 թվականին թույլ է տվել բլոկադան Արցախի, իսկ տարվա վերջում հանձնել է Արցախը ամբողջությամբ, բռնի հայաթափել։ 2024 թվականին տվել է Տավուշից գյուղեր։ Հիմա հերթով էլի անկլավի անվան տակ հանձնելու նախաշեմին են։ Սա հլը տարածքները 5000 զոհ 2020-ին, 224-2022-ին, ավելի քան 400 զոհ 2023-ին, խեղված ճակատագրեր, գերիներ։ Նրան ընտրել են Շուշի ու Հադրութ օկուպացիայից ազատելու համար։ Նա հանձնել է հազարավոր քառակուսի կիլոմետրեր ու ամեն անգամ հարց է տրվել Քոչարյանին։ Բա դրանք ո՞նց եք հետ բերելու։ Որ 2021-ին ընտրվեր Քոչարյանը, այս խայտարակ վիճակում էինք լինելու։ Անկլավների կամ ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու հարցեր էին առաջ գալու, փախստականների հարցեր լինելու։ Նիկոլին ընտրողը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ մտածել է, որ այդ ամենը, որ 1000 ու մի սուտ այդ մարդը խոստումներ էր տվել, այս անվտանգային հարցերում ուրիշ ձև էր անելու։ Պատերազմ էր բերել, պարտություն էր բերել, բայց հավատացին, որ Շուշի ու Հադրութ հետ կբերի։ Աբսուրդ է։ Չեմ խոսում այն 1000 խոստումների մասին, որ չի կատարել, որովհետև այդ տեխնիկայի գործարանը, լիֆտերի գործարանը, ավտոմոբիլի գործարանը, շաքարի ադամանդի գործարանները վաղը կարող է մեկ այլ նորմալ իշխանություն անել, բայց սա մեզ անվերականգնելի կորուստներ է պատճառել ու դեռ պատճառում է։ Վաղ Աստված մի արած է, Նիկոլը ընտրվեց, լրագրողներս մի 2 տարի անց Քոչարյանին այս անգամ էլ հարցնելու ենք, իսկ Սյունիքը հետ բերելու ինչ պլաններ ունեք։ Կիրանցը, Տիգրանաշենը, Ջերմուկը եւ այլն։ Այնքան հարց կա, որ առաջ շատ հեշտ կլիներ լուծելը, իսկ հիմա շատ դժվար, որոշ դեպքերում էլ գրեթե անհնար։ Երկրորդ նախագահը չնայած հիմա իրատեսական է համարում վերադարձի իրավունքի ամրագրումը, բայց նշում է,
Աշխարհը այնպիսի տեմպերով է փոխվում, որ ոչ մեկս չգիտենք, թե վաղը, 1 տարի հետո ինչ է լինելու։ Գուցե մեզ համար բարենպաստ կամ հակառակ պայմանները ստեղծվեն։ Պետք է մշակել ծրագիր։ Սրանք այս իշխանությունը գիտի, որ պարագայում ինչ է անելու։ Կարող է իրավիճակից օգտվել։ Վստահաբար ոչ։ Այ խոսել կարող եմ ինչքան ուզեք։ Գիտեք, անցնող տարիների ընթացքում չեմ կարող մեզ, մեր երկրի հետ կապված բացասական իրադարձություն հիշել, որի մասին նախապես չի վերլուծել, կանխատեսել, զգուշացրել երկրորդ նախագահը, չի ասել, որ սրանց այս քայլերը այս աղետին են բերելու։ Այսօր էլ ասում է, թրիփը այս վիճակով ավելի շատ պրոբլեմ է մեզ համար, անվտանգային սպառնալիք, կորուստներ ենք ունենալու, օգտվելու են միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Ասում է, որպեսզի անվտանգային ռիսկերը չեզոքացնենք, պետք է ընդլայնել եւ տարածքային առումով եւ մասնակիցների, ներգրավել Ռուսաստանին, Չինաստանին կամ նրանցից մեկին։ Սրանք չեն անելու։ Որոշ ժամանակ անց ելի ունենալու ենք խնդիրներ ու հարցնչի։ Պարոն Քոչարյան, Զանգեզուրի միջանցքը, Սյունիքը փրկելու ինչ պլաններ կան։ Ինչ հնարավոր է այսօր, վաղը անհնար է լինելու։ Ու բնական է, Նիկոլի արածներից այսքան ժամանակ մեր երկիրը ինչ է օգտվել, որ այդ Թրամփի երթուղի կոչվածից օգտվի։ Այդ նրա որ մի հաշվարկն է հօգուտ մեր երկրի եղել։ Ադրբեջանը, Թուրքիան ասում են, որ իրենք այդ միջանցքում հայի երես չեն տեսնելու, անխոչնդոտ անցնելու են։ Դուք հա ասեք 10 տեղ գրված է, 15 տեղ գրված է ինքնիշխանություն։ Ով ձեզ ու ձեր ուժին կհավատա։ Կրկնում եմ, ի սկզբանե հնարավոր է վերացնել այդ վտանգները, ոչ թե հետո ասել, բա որ գաք իշխանության ոնց եք փրկելու իրավիճակը։ Իսկ որ Սյունիքը փրկելու, Տիգրանաշենը փրկելու, Վարդենիսը փրկելու հարց չառաջանա, ադրբեջանցիներին Հայաստան բերելու վտանգը չլինի, պետք է ճիշտ կողմնորոշվել մինչև հունիսին քվյախուց մտնելը։ Կարճ ասած, Ժորժ ջան, ոնց որ դեժավյու լինի։ Այս տեքստերը ասել եմ նաև 2021 թվականին, բայց մեր հայրենիքի ուրիշ մասերի վերաբերյալ։ Հիմա դրանք էլ մերը չեն։ Այն ժամանակ էլ եմ ասել, երեկել եմ ասել ու ելի եմ ասելու, բոյովա, կոլոտա, նախկիննա, նախկին չի, այդ սաղ հեչ։ Ով կարող է այս վիճակից անել, ով չի կարող տրամաբանությունը պետք է գերիշխի։ Նիկոլին տրվել է մեր թշնամիների օգտին է, արդեն 7.5 տարի ժամանակը թուրքերի օգտին է աշխատում։ Սահման բացել, բենզին տեղափոխել, թրիփ բան կարող են նորմալ աշխատել, եթե լինի նորմալ իշխանություն, կազմակերպված, գիտակցված կառավարում, այսինքն սրանք չլինեն։ Այլապես մենք միշտ փրկվելու թեման ենք քննարկելու։ Պարտվող, զիջող, ոչ մի բանից գլուխ չհանող կառավարությանը ինչ պրոյեկտ ուզում ես տուր, ինչ երկիր ուզում ես տուր, աշխարհի ամենազարգացած երկիրը տուր, մեկ է ձախողելու են, սրանք ձախողելու են անգամ ամենահանճարեղ ծրագիրը։